Մեկ Ժորժ մի քիչ տեղ որ մարդիկ տեղավորում են Իջել են կողմ ապրեք Երեխեք ջան բարևձեզ Վարդենիցի լսվում ժողովուրդ այդ ողջին լսվում լավ լսվում Վարդենից խոշորացված համայնքի ակուղ բնակավայրի Սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ժողովուրդ ջան, մայիսի 28-ի զորահանդեսը տեսա՞ք։ Բայց հիմա այդ զորահանդեսը հիշեք Եվ հիշեք 2021 թվից ինչ էին ասում մեր մասին, ինչ էին ասում իմ մասին։ Ասում են բանակը քանդում են, բանակի համար ոչ մի բան չեն անում, բանակը պարտավորվել են, ասում են, ինչ էին ասում։ Հետո ինչ որ ասում են ինտերնետում կա, պարտավորվել են ասում Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ, որ Հայաստանը բանակ պետք է չունենա, որ Հայաստանը զենք պետք է չունենա։ Են ինչ որ համեցեք են հետևը ինչ որ տեղ կա կամ խնդրում եմ այս կողմով մի քիչ քայլեք ասում էին Փաշինյանը կամ վարչապետը կամ Նիկոլայը կանչի պարտավորվել է որ Հայաստանը պետքա բանակ չունենա Մայիսի 28-ին ձեր աչքի առաջ, ես չգիտեմ ձեզնից որևէ մեկը հանրապետության հրապարակում եղել թե չի եղել, ժողովրդի աչքի առաջ մի քանի միլիարդի զենք, սպառազինություն եւ ռազմամթերք անցավ։ Ներկայացվեց Հայաստանի բանակի նոր տոնական եւ դաշտային համազգեստը։ Բայց 7 երկրի արտադրության գեր ժամանակակից սպառազինություն։ Վարդենից խոշորացված համայնքի ժողովուրդը լավ գիտի, այսինքն շատ տեկիչ առնչվել է զենքի զինամթերքի հետ։ Դուք գիտեք, որ 91 թվից մեր հրետանու ամենաառանցքային միջոցը եղել է D30 հրանոթը, ճիշտ է, լսել եք D30 հրանոթի մասին։ Հիմա Հայաստանի բանակը առաջին Զավադսկոյ D30 հրանոթը ստացել է 2023 թվին։ 2023 թվից առաջ մենք D30 հրանոթ չենք ունեցել, որը գործարանից մեզ մատակարարված լինի։ Բոլորը եղել են, ինչպես ասում են, այդ Սերժ Սարգսյանը, որ ասում էր 80-ականների զենքեր, այդ գլուխ է գովացել։ 80-ականների չեն եղել այդ զենքերը։ Այդ զենքերը եղել են 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Եվ առաջին կառավարությունը, առաջին վարչապետը ով որ Հայաստան գործարանային արտադրության D30 հրանոթ հավերել է ես եմ եղել։ Դրանից առաջ D30 հրանոթները մենք փողով նույնիսկ առաջ չենք եղել, Ժողովուրդ ջան, որովհետև դրանք կոչվում են նիկանդիցիոննի զենքեր։ Չենք տեղավորում ժողովուրդ։ Շատ կարևոր է, ամեն անգամ, երբ որ հրապարակ էր մտնում, արտադրված է Հայաստանում մակնշմամբ սպառազինություն, Հանրապետության հրապարակը պայթում է ծափահարություններից։ Եվ այսօր 2021 թվից մինչև 25 թիվը ժողովուրդ, մենք 170 միլիարդ դրամ ենք ներդրել
ռազմաճյուղաբերական համալիր, գիտության ֆինանսավորումը 2.8 անգամ ավելացրել ենք, գիտության ոլորտում աշխատավարձերը 100-ից 300% ավելացրել ենք, եւ դրա արդյունքում մենք այսօր ունենք ռազմաճյուղաբերական համալիր, որ սպառազինությունը արտահանում զարգացած երկրներ, եւ ես բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով, բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով։ Բայց շատ բաներ կա, մենք հանրապետության հրապարակում ցույց չտվեցինք, ժողովուրդ ջան։ Այդ մասնավորապես ամրացված շրջանները, որոնց մասին Վարդենիսի բնակիչները, ակունքի բնակիչները, եթե տեսած չլինեն, գոնե լսած պիտի լինեն։ Մենք այսօր Հայաստանի սահմանով տասնյակ ամրացված շրջաններ ենք կառուցում, որոնք բերդեր են եւ ամրոցներ են, որոնք մեր պետության երկարաժամկետ անվտանգությունն են ապահովելու։ Մենք պաշտպան հայրենիք ծրագիրն ենք ներդրել բանակում, ես համոզված եմ, որ Վարդենիսում լիքը ծառայողներ ունենք, մեր 18 տարեկան զինվորները գնում են, 6 ամիս վերապատրաստվում են, կախված իրանց ատեստավորման տոկոսից 300, 400, 500, 600 հազար դրամ գումար են ստանում եւ մարտական հերթապահությունից դուրս գալիս են իրենց տանն են քնում։ Եվ եթե նախկինում զինվորի ծնողներ մտածում, թե ոնց երեխուց քաղցրավենիք ու գուտպասն են բանակում, այսօր պաշտպան հայրենիացի զինվորը իր վարձատրությամբ իր հայրական ընտանիքը պահում է եւ 5-ամյա ժամկետի սպառումից հետո դեռ մի հատ էլ 5 միլիոն դրամ միանվագ պարգևավճար ստանալու։ Սա է մեր նոր բանակը։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտը, ով հաջողությամբ քննությունները կհանձնի, սպայական կոչում կստանա եւ կնշանակվի բանակ ծառայությամբ, Երևանի գներով հաշվարկված բնակարան ստանալու, բնակարանի գնման վկայագիր, եւ այդպիսով մենք սպայական սպաների բնակարանային հարցը լուծելու ենք այս գլխից։ Իսկ սրան հակառակ 2000-ականներից մնացած 2800 ընտանիք կա, որ պետությունը պարտավոր է երկարաժամկետ ծառայության, զոհվածի ընտանիք եւ այլն բնակարան, այդ բնակարանները չեն տվել, մենք կամաց տվել ենք 2018 թվականից եւ 19 թվին միանգամից 4 միլիարդ դրամ եմ հատկացրել այդ խնդիրը լուծելու համար, բայց ելի 2800 ընտանիք մնացել է եւ մայիսի սկզբին կառավարությունը որոշում կայացրեց 4 տարվա ընթացքում մենք բոլորի բնակարանային խնդիրները լուծելու ենք։ Ես սա ինչի համար եմ ասում, ժողովուրդ ջան, որպեսզի դուք համեմատեք ինչու էին մեզ մեղադրում բանակի հետ կապված եւ ինչ դուք տեսաք եւ ինչ գիտեք։ Սա ձեզ համար շատ կարևոր տեստ է գնահատելու ընդդիմության կամ ավեճիշտ պատերազմի եռագլուխ կուսակցության ասածների նշանակությունը եւ իմաստը։ Մեզ ինչ էին ասում են միջանցք են տալիս։ 2020 թվականից մեզ ասում են միջանցք են տալիս։ Եվ թրիվ նախագծի փաստաթուղթը ստորագրվեց ընդամենը օրեր առաջ, մի շաբաթ առաջ, որտեղ շատ հստակ գրվեց, որ թրիվ նախագծի բոլոր ծրագրերը իրականացվելու են Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում եւ Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու է թրիվ նախագծի իրականացման բոլոր գոտիների վրա։ Ես մեկու մեջ ասում եմ վերջ, միջանցքի թեման փակվեց, բայց պրոբլեմն է, որ միջանցքի թեմա չի եղել։ Այդ մեր կեղծ ընդդիմության պատերազմի եռագլուխ կուսակցության բերած կեղծ թեզերն են։ Չի եղել տես թեմա։ Եթե ուզում եք, բացեք 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի իմ ուղերձները։ Ես այն ժամանակ եմ ասել, որ բացառվում է, մենք տենց բան չենք գնալու, տենց բանի չենք գնալու։ Իսկ մեր այսպես կոչված ընդդիմադիրները ամեն անգամ այդ հարցը բարձրացնում էին, բայց նրանք ոչ թե ազանգում էին, նրանք ուզում էին մեր վրա ճնշում գործադրեն դրանով։
թե միջանցքը տվեք, թե չես կլնի, միջանցքը տվեք, թե չեն կլնի։ Բայց մենք այսօր լուծեցինք մեր ապա շրջափակման հարցը։ Հայաստանը այլևս շրջափակված պետություն չի։ Հայաստանը այլևս կոնֆլիկտի փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի։ Եվ մենք երբեք չենք մտածել, մտքերով չել անցել, որ մենք կարանք մեր երկրի ինքնիշխան տարածքը որևէ մեկին զիջենք։ Ընդհակառակը, նրանք ովքեր 1999 թվին Մեղրին զիջելու համար հոկտեմբերի 27 են արել, այդ մարդիկ մեզ ուզում են մեղադրեն միջանցք տալու մտադրության մեջ, բայց մենք փակել ենք այդ բոլոր թեմաները, այո, մենք Ռոբերտ Քոչարյանի բացած մեղրի թեման փակել ենք անվերադարձ, չկա մեղրի թեմա, չկա Զանգեզուրի թեմա, չկա Սյունիքի թեմա, կա խաղաղության խաչմերուկի թեմա, կա բարեկեցության թեմա։ Եվ այս էլ երկրորդ օրինակն է, թե ինչ արժեք ունեն ընդդիմության պնդումները։ Ես այս վերջերս նայում եմ 2021 թվականին նույն հանրապետական կուսակցությունը, որ հիմա հանդես է գալիս Ուժեղ Հայաստան անունով, Սերժ Սարգսյանի կուսակցությունը։ Ուրեմն 21 թվին էլ հոլովակներ ա եղել, ես քարոզարշավի ժամանակ եմ եղել, սկի նորմալ չեմ էլ նայել, որ իբր խոսում են, իմաստ այդ հոլովակի էսա, 21 թվին ուշադրություն դարձրեք, որ եթե քվեարկեք, իմաստն է, որ եթե քվեարկեք բան, ԿՊ-ի օգտին, բանում Գևարքունիքի մարզում, մասնավորապես Սևանի արևելյան ափին, ադրբեջանցիների համար են պատրաստել տեղերը, Սևանի արևելյան ափը տվել են, ադրբեջանցի է գալու տեղ ապրի, այսօր քանի ադրբեջանցի է ապրում Գևարքունիքի մարզում, ժողովուրդ ջան, քանի ադրբեջանցի, հիմա էլ այդ նույն ուժերը 300,000 ադրբեջանցի ու վերադարձի թեմա են դնում, մի հատել, ժողովրդի մեջ տարածում են, ասում են առողջության ապահովագրություն ընտրություններից հետո հանելու է, մի հատել հոլովակ են շրջանառության մեջ դնում, որ քաղաքացին գնում է, որ օգտվի առողջության ապահովագրությունից, այդ Ուժեղ Հայաստանի հոլովակն է, բանը բժիշկը ասում է, չէ պետք է 8 ամիս բանան է սպասես, որովհետև ադրբեջանցիներն են դրանից օգտվում, բայց մի կողմնորոշվեք, լինելու առողջության ապահովագրություն, թե չի լինելու, բայց հիմա կողմնորոշվեք 2021 թվի ձեր պնդումների համար, թե իբր զանգում են հոլովակի մեջ սենքցա, զանգում են շորժա, որ գնան հանգստանան, ադրբեջաններն են իրանք զանգին պատասխանում, մի հատ էլ ասում են տեղ չկա, մերոնք արդեն ստեղ զբաղվեց, այդ ով է տալու դրա պատասխանը, ժողովուրդը պետք է դրանցից պատասխան պահանջի այդ ամեն ինչի համար, եւ սա շատ կարեւոր է, եւ այդ պատասխանը պետք է պահանջի իր քվեարկության ձևով, ես էլ եմ ասում ժողովուրդ ջան, արդեն ժողովրդի արժանապատվության հարցն է, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, մասնավորապես Ուժեղ Հայաստան կոչվող Հայաստան դաշինք ԲՀԿ, չպետք է անցնեն անցողիկ շեմը, գիտեք ինչի, որովհետև նրանք ուզում են վերադարձնել ընտրակաշառքի կուլտուրան Հայաստանի Հանրապետություն, բայց նրանք ձեր ձայնը չեն ուզում ձեզնից խլեն, նրանք ձեր իշխանությունն են ուզում խլեն, նրանք ձեր իշխանությունն են ուզում խլեն, որ էլի շահանակեն ձեզ անարգել թալանել, մենք դրանցից թալանածը հետ վերածի շնորհիվ է, որ մենք այսօր 300 դպրոց 500 մանկապարտեզ ենք կառուցում, մենք այսօր Երևանից դուրս ենք եկել, գնացել ենք ճամբարակ, գնացել ենք Մարտունի գյուղ ենք հասել ճամբարակի, հետ ենք եկել, մի հատ ոչ բարեկարգ ճանապարհի չենք հանդիպել, ժողովուրդ ջան, հիշում եք ինչպիսին էր ճանապարհների վիճակը 2018 թվից առաջ, բա որն է այդ օֆիցեր ենք ել, ինչով ենք սարքել, թալանչիների թաթիկները ջարդելով փողերը բերել ենք պետական բյուջե եւ ճանապարհները 700,000 դրամ ստացող շարքային կազմի զինվորական կա 700,000 դրամ այսօր 700,000 դրամ ստացող ուսուցիչ կա Հայաստանի Հանրապետությունում կամավոր ատեստավորման ձևով եւ եթե այս փուլում կամավոր ատեստավորման դրույքը 100,000-ից դարձավ 200,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը ատեստավորված ուսուցիչները մի հատ էլ հաջորդ փուլում են ատեստավորվելու հնարավորություն ունենալու այդ դեպքում են դրույք 200,000-ից դառնալու է 300,000 պլյուս ատեստավորման տոկոսը ու պլյուս մենք պատրաստվում ենք ուսուցչի մասին օրենք ընդունել որտեղ նաև ուսուցիչների բնակարանային ապահովման ծրագրերը մենք կապահովենք ինչպես զինվորականներին ենք ապահովում մենք առողջության ապահովագրություն ենք ներդրել մեր միջև 18 տարեկան երեխաները եւ 65 պլյուս մեթոշակառուները օգտվում են պետական բյուջեի հաշվին
առողջության նվազագույն կարիքները պետությունն է այսօր ձեր հոգում 65+ եւ մինչև 18 տարեկան երեխաները եւ 200,000 դրամ պլյուս աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները մենք 2027 թվականի մինչև վերջը 28 թվականին մեր ամբողջ բնակչությանն ենք ներառելու առողջության ապահովագրության համակարգ բայց այսօր 65+ տարեկան թոշակառուներ որ նախինում երբեք իրան չէին կարող թույլ տալ այսօր 4 միլիոն 5 միլիոն 3 միլիոն 2 միլիոն 1 միլիոն դրամանոց վիրահատություններ են ենթարկվում եւ այդ մարդկանց կյանքը ոչ միայն երկարում է այդ մարդկանց կյանքի որակն է փոխվում այդ մարդիկ ապրում են ոչ թե տառապելով ցավերի մեջ տանջվելով այդ մարդիկ ապրում են առողջ ու այս ամեն ինչը սոցիալական Ժողովուրդ, այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևոր առիթը, որով ես ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ, այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ Վարդենիս առաջիններից մեկն է, որ պետք է տեսնի այդ խաղաղությունը եւ զգում այդ խաղաղությունը։ Իմիջայլով, ուզում եմ ասեմ, շատ է խոսքում մեր օկուպացված տարածքների մեկի մյուսի մասին։ Ես ուզում եմ ընդգծեմ, որ դե յուրե այդ խնդիրը լուծված է, որովհետև ընդունվել եւ վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ ընդգծվում է, որ Ալմա-Աթեի հռչակագիրը սահմանազատման բազային սկզբունք է։ Սա նշանակում է, որ մենք վերականգնելու ենք ըստ էության մեր խորհրդային սահմանները։ Խորհրդային Հայաստանը ճշգրիտ նույնն է, ինչ որ անկախ Հայաստանը եւ նույնն էլ խորհրդային Ադրբեջանը։ Եվ այս թեման դե յուրե լուծված է եւ ընթացքում մենք նաեւ դե ֆակտո կլուծենք եւ այստեղ որևէ կասկած չի կարող լինել։ Եվ ուրեմն ամենակարևոր բանը, որ մենք ունենք խաղաղությունն է, որովհետեւ եւ ճանապարհները, եւ դպրոցները, եւ առողջության ապահովագրությունը, եւ թոշակների բարձրացումը իրանք իմաստ չեն ունենա, եթե մենք չունենանք խաղաղություն։ Մենք չենք կարողանա այդ ամեն ինչը վայելել։ Եվ հետեւաբար մեր 10 ամսյա խաղաղությունը նման է 10 ամսյա երեխայի, ով մեր երկրի ուրախության թիվ 1 առիթն է, բայց նաև մի ընդհանրություն էլ ունի 10 ամսյա խաղաղությունը 10 ամսյա երեխայի հետ։ Եթե մենք նրան չխնամենք, հոգ չտանենք նրա մասին, նա չի ապրի։ Եվ առաջիկա ընտրությունների առանցքային հարցը հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Այս է պատճառը, որ ես կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ բոլորին, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև քվեարկությունը ինքնանպատակ չի։ Քվեարկությունը 16-ին պետք է նշանակի, որ քաղաքացին տեր է կանգնում պետությանը, անկախությանը, տեր է կանգնում ապագային եւ խաղաղությանը։ Եվ սա ժողովուրդ ջան, պաշտոնի կռիվ չի, աթոռի կռիվ չի։ Այս քվեարկությունը հարևանին, բարեկամին լավություն անելու մասին չի, ծանոթին լավություն անելու մասին չի։ Այս քվեարկությունը խաղաղությանը, պետությանը, անկախությանը տեր կանգնելու մասին է։ Եվ ով պետք է տեր կանգնի, ժողովուրդը պետք է տեր կանգնի, բայց պետք է չմոռանանք, որ ժողովուրդը բաղկացած է անհատներից, մի մարդկանցից է բաղկացած ժողովուրդը, եւ հետեւաբար առաջիկա քաղաքական պրոցեսների երկրորդ ճակատագիրը որոշելու է մի հոգի, ընդամենը մի մարդ, հասկանում եք, մի մարդ պետք է որոշի այս ամենի ճակատագիրը։ Պետություն, անկախություն, խաղաղություն, ընտրություններ, վարչապետը ով լինի, այդ ամենը որոշելու է մի մարդ, ընդամենը մի մարդ։ Եվ այդ մեկ մարդը դու ես այդ մեկ մարդը, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը դու ես,
ընտրությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում է, ընտրություններ 2026-ին քվեարկում է, ընտրություններ 2026-ին քվեարկում է, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, բաղությանը, ակունքին, Վարդենիսին, Գևորգովիչի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, պատմիատակների Ստեղծած շոկա ու նեղվածքա։ Եկեք գնանք դրսում անենք այդ ամենը։ Երեխեք ժամենակ պետք է հետ պահենք, ով զմանատարվի, պետք է հեռախոսի օբյեկտիվով բացակ հոտենա, հեռախոսի վրա եթե վարկյաններ դրանք վարկյանները հանենք, Ժողովրդյան, ես իմացա, որ ջրի գերադտի ընդհանրապես ես բոլոր գյուղերում ասում եմ հետևյալը, ասում եմ ջրի հետ կապված հարցեր չի բարձրացրեք, որովհետև դուք բարձրացրեք չբարձրացրեք, առաջիկա 5 տարվա մեր 5 առաջնահերթություններից մեկը ջրի հետ կապված հարցերն է։ Մենք գյուղ գնալու ենք, որտեղ ջրի խնդիր կա, որտեղ ոռոգնա, որտեղ խմելու եւ հերթով հարկան դուրսերոնիկ են բոլոր հարցերը։ Ամբողջ ծավալով կպտնենք գործի, 5 տարում ստացվի լուտել ամբողջը, սրուտենք ամբողջը, 24 ժամ աշխատելու ենք դրա վրա։ Ջրի հետ կապված հարցեր դուք կայք չբարձրացնենք, որովհետև մենք գիտենք եւ դա մեր պարտավորությունն է։ Երեխեք ճանապարհ, ճանապարհ։ Բարով արժանների